Ինչու բարերար, գործարար, Forbes-ի ցուցակով աշխարհի ամենահարուստ հայերից Սամվել Կարապետյանը որոշեց անցավ գլուխը ցավի տակ դնել ու առաջադրվել Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Եկա կանգնեցնելու Ալիևի ու Փաշինյանի պլանները, այն պլանները, որ բերեն լցնեն Հայաստանը ադրբեջանցիներով։ Եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ, բարձրացնեմ վերև։ Եվ դա անելու եմ։ Սամվել Կարապետյանը վերջապես խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ իր գործողությունների մասին, որոնք այդքան շահարկում են ՔՊԱ-ականները։ Պատմել է, որ պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին մի քանի անգամ է ասել Հայաստանի վարչապետին։ Եթե Փաշինյանը նրան լսեր իրենց առաջին զրույցի ժամանակ, չենք կորցնի Շուշին։ Եթե ինձ լսեր, հաստատ մենք չէինք կորցնի Շուշին։ Կարապետյանը չի ցանկանում դետալների մեջ խորանալ, միայն հայտարարում է Փաշինյանը ամբողջությամբ սխալ ճանապարհով է գնացել։ Ցանկացած խնդրանք, ցանկացած հարց, որը բարձրացվել է այն ժամանակվա մեր զինվորականների կողմից, մենք անմիջապես արձագանքել ենք եւ ամենամեծ մասնակցությունն ենք ունեցել։ Հիմա որ այս մարդիկ հայտարարում են, թե իմ հայտարարությունը հավասարության նշան է դրել, իրենք նույնիսկ պատկերացում չունեն, որ դրանով մենք կարող ենք կանգնեցնել պատերազմը եւ ունենալ հայկական Արցախ։ Քանի որ ես ավելի շատ տեղյակ էի այդ ժամանակվա իրականությունների մասին։ Չի ափսոսում Արցախում արած իր մոտ $50 միլիոն բարեգործությունները, որոնք մնացին ադրբեջանցիներին։ Ասում է, որևէ գործարար երբեք չէր մտածի, որ մի օր Արցախը կարող է հայաթափվել։ Այն ժամանակ ինձ մի աշխարհում չկար հայ, ում ֆանտազիան կերիկ էր, որ մենք կարող ենք կորցնել Արցախը։ Ֆանտաստիկայի ժանրից է ըստ Կարապետյանի նաև այն ամենն, ինչ տեղի է ունենում հիմա ընդդիմության դեմ։ Իրար հետևից ձերբակալվում ու կալանավորվում են Սամվել Կարապետյանի թիմակիցները։ Այսօր 2 ամսով կալանավորվել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Երեկ նա ձերբակալվել էր մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը վստահ է, Ալեքսանյանի բարձր ռեյտինգն է վախկցել Փաշինյանի սիրտը, դրդելով մի քրեական գործ կարել նրա վրա։ Իրենք շատ անհանգստացած են Ալիկ Ալեքսանյանի բարձրացող ռեյտինգից եւ անցան արդեն մեր կուսակցության ավելի մեծ ղեկավարներին ձերբակալելու։ Բայց ոչինչ, շատ քիչ ժամանակ է մնացել, իրենք բոլորը այդ անողները իրենց արածների համար շատ կփոշմանեն։ Փաստաբանները նույնպես պնդում են, որ Ալեքսան Ալեքսանյանի դեմ սկսված հետապնդումը քաղաքական է։ Բացարձակ ապօրինի մեղադրանքի հետ մենք գործ ունենք, ներկայացած միջնորդությունը որևէ կերպ փաստարկված չի, հիմնավորված չի, օգտագործել են փողերի եզրույթ, այսպես ասած տերմինը, դա ինձ թվում է օգտագործել են գործին որոշակի հնչեղություն տալու համար։ Փաստաբանները պնդում են, որ քրեական վարույթներում չկա Ալեքսանյանին վերագրվող արարքը ապացուցող գոնե մեկ ցուցմունք։ Եվ այս պայմաններում խոսել վերջինիս նկատմամբ որպես այդպիսին ամենածանր հարկադրանքի միջոց կիրառելու մասին, ակնհայտ է ինչի հետ գործ ունենք։ Սա հերթական, քաղաքական հետապնդումն է։ Փաստաբանները քաղաքական այս ճնշումների ֆոնին դժվար են պատկերացնում արդար դատավարություն, բայց հույսները չեն կորցնում։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։